Պատգամը, որի մասին ուզում եմ ձեզ հետ կիսվել, եւ ես կարծում եմ, որ դու այստեղից շատ կարևոր եւ շատ քեզ լրջացնող մեսեջս վերցնելու ունի այսպիսի վերնագիր, ինչով են լցված քո ուրկանները։ Ուրկան գիտեք Ամերիկայի ապրողներին, չէ՞։ Հա, գիտեք ուրկանը ինչ է։ Ինչպես։ Լանգյալ։ Ինչով է լանգյալներդ լցված։ Դուք փոխեցիք անունը։ Լավ, լանգյալը չանցավ մի տեսակ ոնց է սիրուն, չէ՞, Թուրի լանգյալ ինչով է լցված, ալելույա։ Այս մասին ենք խոսալու։ Լանգյալ։ Հալելույա։ Գիտեք, երեք էր երևի առավոտյան Երբ լուրերն էի լսում, հանկարծ աչքովս ընկավ մի աստծոմարդու, որը Ռուսաստանում, Ռուսաստանի Դաշնության ավետարանական հավատքի եկեղեցիների միաբանության ավագ հովիվն է, եւ այդ հովիվը մի բան էր ասում, ես համաձայն եմ, ես կիսում եմ իր կարծիքը 100%-ով իր հետ, ասում էր, գիտեք, ես նստած մտածում եմ, արդյոք այսօրվա քրիստոնեությունը խիստ չի տարբերվում առաջին դարի քրիստոնեությունից, չգիտես ինչ պատասխանես մի անգամից իհարկե, այս ժամանակների քրիստոնեությունը առաջին դարի քրիստոնեությունից ոչ թե ուղղակի մի փոքր տարբերվում է, այլ կա sense խոսք չէ սարեր ձորերի տարբերությունը, բայց ես մի բան եմ ուզում քեզ ասել։ Աստված չգիտեր, որ 2000 տարի առաջ, երբ նա խոսեց իր աշակերտների հետ, երբ կանչեց աշակերտներին եւ նրանք հետևեցին իրեն, չգիտեր, որ 2000 տարի հետո ում որ կանչի, այդ նույն աշակերտների պես չեն լինելու, գիտեր։ Բայց հետաքրքիրն այն է, որ նա չասեց, եկեք ավետարանը բաժանենք այսպես, 2000 տարի առաջվա մարդկանց տանք ուրիշ ավետարան, 21-րդ դարի ժողովրդի համար, եկեք մտածենք ուրիշ ավետարան, հարմարացնենք 21-րդ դարի հետ։ Ես մի հատ բան եմ ուզում քեզ ասեմ, երբեք չփորձես հարմարացնել ավետարանը քեզանով, փորձիր ինքդ հարմարվել ավետարանին, որովհետև Աստված չի հարմարվում, մենք պիտի հարմարվենք։ Ամեն։ Մենք չենք խոներեցնում Աստծո խոսքը, մենք ենք խոնարհվում այդ խոսքի առաջ։ Այո, ինչ որ մեկը կասի այո, ամեն։ Դրա համար այսօր խոսել Քրիստոսի ավետարանի հետևորդների մասին, սա ինձ համար շատ կարևոր թեմա է, եւ ես ուզում եմ, որ այսօր ձեզանից յուրաքանչյուրը իմանա, ինչ է Հիսուսի համար աշակերտ բառը։ Ինչ է նշանակում Հիսուսի համար աշակերտ։ Գիտեք, հայաստանցիները, հատկապես հայերը, ունեն այսպիսի բնավորություն։ Մենք մի օրեր առաջ նկար էինք դրել մեր Facebook-յան էջում, մեկը տակը գրել էր «Ղուրբանը լնեմ Հիսուսին»։ Միսը գրել էր «Մեռնեմ Աստծո զորությանը»։ Հավատա այդ ղուրբան լինողը հիմա տանը նստած է, այդ «Մեռնեմ Աստծո զորությանը» հələ եկեղեցի ոչ չի դրել։ Եվ հələ ոչ մի բան Աստծո թագավորության մեջ արած չկա, սկի չէ պատրաստվում անելու։ Ես ամեն անգամ ասել եմ, ղուրբան մի եղի Աստծուն, նա է ղուրբան եղե քեզի։ Տեսել եք մի մարդ, որ Աստծուն ղուրբան լինի, չկա տենց բան, նա է ղուրբան եղե մեզի։ Ամեն։ Այնպես որ ինչ եմ ուզում ասել, այսօրվա թեման շոշափելու է Քրիստոսի հետևորդ լինելու կարևորությունը։ Չգիտեմ, քանի մարդ է ճանաչում դոկտոր Լեսթեր Սամրալին, ես ուզում եմ, որ դու նրա նկարը նայես, սա չափից դուրս օրտնյալ Աստծո մարդ է, կա մարդ, որ ճանաչում է իրեն, սա հզոր ավետարանի չէ, Լեսթեր Սամրալը 96 թվականին է մահացել, Լեսթեր Սամրալին հարցրել են, սա Քրիստոսի ավետարանին կատարյալ նվիրված անձնավորություն է եղել, կատարյալ նվիրված անձնավորություն, որի կատարյալ նվիրվածությունը արտահայտվում է նրա հետևյալ արտահայտության վրա, ասել է, ես ծախսում եմ ընդամենը 30 րոպե Լեսթեր Սամրալի վրա իր մասին է ասում, բայց մնացած բոլոր ժամանակը պատկանում է Հիսուսին, արի հասկացի ինչ ասեց։ Ընդամենը 30 րոպե եմ ծախսում ինձ վրա, մնացած ամբողջ 24 ժամվա մնացած ժամերը ծախսում եմ Հիսուսի վրա, սա աշակերտ է թե ոչ։ Վայ, մեղայք ես Տեր Հիսուս ջան, ոնց ենք մենք եթե, մենք 30 րոպե չենք ծախսում Աստծո վրա։ Մենք շատ բան ենք ուզում Աստծուց, այո։ Ասեք, որ մենք ուզում ենք, որ մենք հաստատ վստահ լինենք, որ փրկված ենք, որ փրկված են մեր երեխաները, փրկված են մեր թոռնիկները, որ մենք ունենանք օրհնված կյանք, ունենանք հաջողակ բիզնես, այո, չեք ուզում այդպես բան, կա տենց մի հատ համեստ ձեռք բարձրացնի,
Այո, ու բոլորն ուզում են, որ իրենց երեխաները լինեն փրկված, լինեն օրհնված, որովհետև հավատում են այն մեկ Աստծուն, որ երկինքն ու երկիրն է արարել, երկնքի ու երկրի ստեղծողն է, մարդկության արարողն է, եւ այս ամեն բանը նրա ձեռքի գործն է, եւ գրված է, որ Աստված ամեն հարստության Տեր է, այստեղ կանգ եմ ուզում հարստության Տեր է, շատ լավ, ոսկե եւ արծաթը գրված է, անգեն ասեց պատկանում է Աստծուն, եւ դու ուզում ես ասել Տեր, ես պիտի լինեմ բարգավաճող, պարտադիր բարգավաճող։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ Հիսուսը այդպես բան ձեզ չի ասել, որ ամեն ինձ հետևողը լինելու է բարգավաճող, որ ամեն ինձ հետևողը լինելու է մինիստր, ամեն ինձ հետևողը լինելու է երկրի թագավոր։ Ասեմ ավելին, նա այդպես չասեց, ասեց նա որ ինձ կհետևի, ես նրան առաջարկում եմ դժվար ճանապարհ։ Իմ ճանապարհը սնեղ է, իմ ճանապարհը քարքարոտ է, ասեց նրանք ովքեր կհետևեն ինձ եւ կդավանեն, կծաղրեն նրանց, կհալածեն նրանց, մի քիչ էլ որ ավելի ազնիվ լինեմ, Հիսուսն ասեց, իմ անվան համար կմեռնեն։ Եվ հիմա ես կանգնած որոշում եմ, լինել նրա աշակերտը թե ոչ, թե ինձ դուր է գալիս Աստծո խոսքը, ժամանակ առ ժամանակ վեր գնամ եկեղեցի, մի ծառայության կետամ, մի 15-ը բաց կթողեմ, 15-ին կգնամ, 105-ը բաց կթողեմ, այտենց, երբ որ սիրտս ուզե, վեր կգնամ, սա չի կարող կոչվել Քրիստոսին հետևորդ մարդ, եւ սա չի կարող կոչվել աշակերտ, որովհետեւ այն ինչի մասին ես վերջում կխոսեմ, դա անմիջականորեն վերաբերվում է միայն հետևորդներին։ Ամեն։ Քանի մարդ է ուզում լինել Աստծո աշակերտը, շատ լավ։ Հաջորդ մարդուն եմ ուզում տեսնեք։ Ես նրա մասին շատ եմ խոսել, սա Սմիթ Վիգլսվորդն է։ Սմիթ Վիգլսվորդին հարցնում են, Սմիթ օրվա մեջ քանի ժամ է աղոթում, որովհետև սա 20-րդ դարի հրաշագործության մեջ ծառայող ավետարանիչ է, որը ըստ իմ տվյալների, որ ես կարդացել եմ իր գրականությունը, մոտավորապես 11 մեռել է հարություն տվել։ 11 մեռել է հարություն տվել, մնացածի մասին էլ չեմ ասում։ Եվ նրան հարցնում են, Սմիթ, ինչքան ժամ ես օրվա մեջ աղոթում, որ Աստված քեզ այդպիսի ծառայության մեջ առաջացնում է, ասեց ես ընդամենը օրվա 15 րոպեն եմ աղոթում, մնացածը խոսում եմ Հիսուսի հետ։ Սա էլ է հասկանալ պետք։ Ես ընդամենը 15 րոպե լուրջ կանգնում եմ աղոթելու, երևի մի առավոտ վերակենում, ասում եմ Տեր, ես պատրաստում եմ գնամ ծառայության, խնդրում եմ օրհներ ինձ, ասեց, բայց 24 ժամվա մնացած բոլոր հատվածը ես միայն խոսում եմ Հիսուսի հետ։ Ամեն, կամ at որ հասկացավ ես երկուսի գաղտնաբառերը, այո, այսինքն ես ամբողջովին իմ էությամբ, ամբողջովին իմ սրտով, իմ մտքով ես կապված եմ նրա հետ։ Ես նստում եմ նրա հետ, ես վեր եմ կանում նրա հետ, ես խոսում եմ նրա հետ, ես ապրում եմ նրա համար, ես շնչում եմ նրա համար, ես խոսում եմ նրա համար, ես քրտնում եմ նրա համար, ես ուղղակի ապրում եմ Հիսուսի համար։ Սա է աշակերտը։ Ամեն։ Ես իրականում ուզում եմ հարց տամ, քանիս այստեղ նստածներից կարող են ասել, որ ես էլ կարող եմ այս արտահայտությունն անեմ։ Ալելույա։ Ավելին այս հարցի էությունը կայանում է հետևյալում, եկեք մի բան նայենք, իսկապես մենք Քրիստոսի ճշմարիտ աշակերտներն ենք, որովհետև ես նորից եմ կրկնում աշակերտություն բառը այնքան է հասարակացել այս ժամանակների մեջ, ամեն եկեղեցի հաճախողը կարծում է, որ ինքը աշակերտ է, դու երևի այսօր առաջին անգամ կլսես, թե ինչ է նշանակում ըստ Հիսուսի լինել նրա աշակերտը, ամեն, հալելույա, ինչ է ըստ Հիսուսի աշակերտը։ Գիտեք, լինել Քրիստոսի ճշմարիտ աշակերտ, սա մարտահրավեր է, սա լուրջ մարտահրավեր է, աշակերտություն բառը շատ լուրջ բառ է, որին ես այսօրվանից կխնդրեմ, դու վերաբերվես չափից դուրս զգուշորեն, աշակերտ ըստ քեզ ինչ է, հասարակ մի բան, մի հասարակ մոդել վերցնեմ, երբ որ երեխան դպրոց է գնում, նա համարվում է աշակերտ։ Նկատեք 10 տարի այդ երեխան ամեն առավոտ վերեկենում գնում է դպրոց։ Ինքը չի կարող ասի, այ մարդ արդեն 2 տարի է գնում եմ բավական է։ 2 տարին ով է 2 տարի իրար հետևից դպրոց գնում։ Հələ ունեմ 10 տարի գնալու չկա տենց բան։ Ես էլ եղա աշակերտ, ես էլ գնացի, ես էլ հասկացա եւ վեր։ Չէ, բացի նրանից, որ դու 10 տարի, հիմա 12 է, 12 տարի աշակերտ ես, հետո հայսկուլից հետո ինստիտուտ, համալսարան, մագիստրատուրա եւ այլն է, ու դու մի կյանք նկատում ես դու աշակերտ ես։ Ինչու՞։ Որ ինչ-որ մի բանի հասնես։ Որ ինչ-որ մի բանը դառնա քոնը։ Այո, շատ լավ։ Ես մի պատմություն եմ ուզում միասին նայենք Մարկոս ավետարանից, լավ,
Մի պատմություն եմ ուզում իրար հետ միասին կարդանք, որ մեզ համար բոլորիս ավելի պարզ լինի, այսինքն ինչ է նշանակում աշակերտ։ Միթե ես աշակերտ չեմ։ Միթե ես որ հաճախում եմ եկեղեցի, ես անգամ ծառայում եմ, ներեցեք, ես զոհաբերում եմ, նոր կոչ արեցի, ես մասնակցեցի զոհաբերությանը, դա բավական չէ։ Միթե ես աշակերտ չեմ։ Եկեք նայենք ինչ է աշակերտը։ Ուզում եմ մեկ անգամ եւս բոլորիս հիշեցնեմ, որ այսօրվա մեր պատգամի վերնագիրն է ինչ կա քո ուրկանում։ Ուրկան։ Մենք մի քիչ հետո խոսելու ենք այդ մասին, բայց եք միասին կարդանք Մարկոս ավետարան առաջի գլխի 16-ից 18 համարները։ Գալիլացիների ծովի մոտով անցնելիս տեսավ Սիմոնին եւ նրա եղբայր Անդրեասին, որ ուրկան էին գցում ծովը, որովհետեւ ձկնորս էին, եւ Հիսուսը նրանց ասեց. «Իմ ետևից եկեք, եւ ես կանեմ ձեզ մարդկանց որսորդներ»։ Այսինքն դուք մարդկանց որսորդներ կլինեք։ Եվ նրանք շուտով իրենց ուրկանները թափեցին եւ նրա ետևից գնացին։ Ուզում եմ այստեղ կանգ առնենք։ Չէր կարելի հարցնել դու ով ես, որ կանչում ես մեզ։ Կարելի է այս տրամաբանական հարցը տալ Հիսուսին, որ մեկը քեզ ասեր ինձ ետևի, իմ ետևից արի եւ այլն այս կոմենքում, չէ, իր ասի մի րոպե, ներողություն, դուք ով եք։ Մենք կարելի է ծանոթանալ ձեզ հետ։ Հետո մի րոպե չեք տեսնում, սա աշխատանքային ժամ է, ես գործ եմ անում, ես ուրկաններ ունեմ, ես ձուկ եմ բռնում։ Մի րոպե, մի հատ կարող ենք պայմանավորվել, միգուցե մենք իրար հետ կհանդիպենք հաջորդ ամիս։ Միգուցե մենք իրար հետ կհանդիպենք մեկ շաբաթից։ Այս եղբայրները ուրկանները թողեցին գնացին։ Սա նորմալ երևույթ էր։ Ամենանորմալ երևույթը, որ կարող ես ավետարանում գտնել։ Ամենանորմալ երևույթը։ Այս է աշակերտի հոգեբանությունը։ Ինչ տեսան նրանք Հիսուսի մեջ, որ հարց չտվեցին Հիսուսին, ինչ տեսան նրանք Հիսուսի մեջ, որ անվերապահորեն, առանց որևէ հարց, առանց որևէ մի բան ասելու, թափեցին իրանց ուրկանները, չէ որ տան անդամներն էին սպասում։ Աշխատանք։ Այս ընտանիքները ձկով էին կերակրվում, այո, եւ վազեցին գնացին Հիսուսի հետևից։ Ոչ թե մի քանի շաբաթներ, ամիսներ, հենց միանգամից գնացին։ Գիտեք, մի բան ասեմ։ Ուրեմն երեք լուրերը կարդում եմ, միտեղ գրված է. «Օ, վերջապես գիտնականները բացահայտեցին Հիսուս Քրիստոսի արած հրաշքներից 3-ը, որ այդ հրաշքները Հիսուսը ֆիզիկայի օրենքներից օգտվելով է դա արել, լսեք, դրանց մեջ էր մտնում Ղազարոսի հարությունը, դրանց մեջ էր մտնում, ուրեմն ջրի վրայով քայլելը եւ դրանց մեջ էր մտնում այս ձկան պատմությունը, որ ուրկանները բռնեցին, որ շատ ձուկ էր եղել, սկսեցին գիտականորեն ապացուցել, որ Հիսուսը քայլել է սառած ջրի վրայով, սառացրեցին ջուրը։ Գիտեք, ի սառացրեցին, որ Հիսուսը չկոչվի Աստված։ Ինչու ասացինք, այդ ձուկերը կարող էին այդպես հելնեին եւ շատ լինեին, որովհետեւ այդ ձկերը համարյա խեղդվում էին այդ ժամանակ, տաք օդերը եկել էին եւ օդ չկար, ձկները թռան վերև եւ հենց այդ պահին հայտնվեցին այդ ուրկանների մեջ։ Եվ չգիտեմ ինչ որ մեկը հաշվել էր այդ օրը Պետրոսը եւ իր եղբայրը բռնել են 153 հատ ձուկ։ Ես ընդհանրապես զարմացա դրանից։ Ոչ մի տեղ այդպես բան չկա գրված, բայց ենթադրենք եկեղեցական պատմության մեջ, ենթադրենք հնարավոր է ինչ որ մի փաստերի հիման վրա մտածել են, որ ուրկանի չափը ինչքան կլիներ, բռնվող ձկները Գալիլեայում ինչ մեծության կլինեին, եւ եթե նկարագրում է Աստվածաշունչը, որ ձկները պատռում էին արդեն այնքան ծանր էր ուրկանը, որ պատռվում էին ուրկանները, կարող են մոտավորապես հաշվել, թե քանի ձուկ կարող էր տեղավորվել, ես դա կարող եմ հասկանալ, դա կարող էին հաշվել։ Բայց եկեք ես իրանց հաշվացի վրա կանգ առնեմ։ Բա մարդ էլ չեր բռնի ամբողջ գիշեր ձուկ։ Լսեք, ես խոսում եմ բոլոր նրանց համար, ովքեր կարծում են, որ իրենք աշակերտներ են, Տեր օրհնի ձեզ։ Բա մարդ էլ ամբողջ գիշեր ձուկ չբռներ, եւ հանկարծ Հիսուսը հայտնվում է եւ ասում է ուրկաններդ Պետրոս ավելի խորը գցի, այս կողմը գնա, այս մասը գնա եւ ուրկաններդ ավելի խորը գցի, գցեցին եւ ձուկը բռնեցին։ Շատ լավ։ Մի մարդ, որ ամբողջ գիշեր տանջվել էր ու ձուկ չէր բռնե, հանկարծ որ բռնեց ձուկ, ինքն էլ ինչպես ասում են 153 հատ, ոնց է կարծում ինձ ձև կուրախանալու, թե երբ այդ ձկներին լցնելու իր նավը, տանի սարտիրովկա անի եւ այլն, որ արդեն երևի հաջորդ օրը կամ մի ժամ հետո տանելու է շուկա հանձնի, որից կախված էր իր ընտանիքի ուտելը։ Հիմա այստեղ կանգ եմ առնում եւ ասում եմ, նման անձնավորությունը ուրկանները թողեց, այդ 153 սպասված եւ երազած եւ տեսիլքի մեջ տեսնված ձկներին եւ հետևեց Հիսուսին։ Սա նորմալ էր։ Իրականում բնականորեն նորմալ չէր, բայց ես ուզում եմ հասկանամ, ինչ տեսան նրանք Հիսուսի մեջ։ Անդրեասը եւ Պետրոսը,
որ անվերապահորեն հետևեցին Հիսուսին առանց ասելու, կլինի վաղը գանք այս ձկների հարցը լուծենք, ախր ընտանիք ունենք, տուն ունենք, աշխատանք ունենք, հո մենք խելքից պակաս չենք, վերկանանք այս ձկները թողենք ընկնենք քո հետևից Տեր, բան չունեմ ասելու, ոնց որ սիրուն տղա ես երևում, ոնց որ ինչ-որ մի հատ հետաքրքիր ներկայություն քո վրա կա, բայց ոչ այսօր սկեջուլ ունեմ ես, մենք այսպես կասեինք, մինչև կասեմ էլ ինչ կասեինք, ուզում եմ երկրորդ բանը մնայինք, արդյոք ես պատրաստ եմ ուրկանս թողնել և Հիսուսին հետևել։ Ասացի չէ բոլորդ նեղվելու եք եկեք հավաքույթի։ Ոնց ուրկանս թողեմ հետևեմ Հիսուսին։ Դու ինչպես ես կարծում, նա ուզում է, որ վաղվանից աշխատանքից հեռանաս։ Վաղվանից եկեղեցին քարոզում է քեզ, որ գնաք բոլորը դիմումներ գրեք ձեր աշխատանքի տեղը, հեռանաք աշխատանքից, մնաք գործազուրկ, որովհետև Հիսուսն ասել է, աշակերտը նա է, որ պետք է ուրկանը գցի եւ Տիրոջը հետևի, միթե հենց բառացիորեն խոսքը գնում է այս մասին, որ վաղվանից չաշխատես եւ հետևես Հիսուսին։ Խոսքը գնում է այն մասին, որ ես երկու Աստծո մարդու օրինակ եմ բարձրացրել բեմ, որ ես աղոթում եմ ընդամենը 15 րոպե, մնացածը խոսում եմ Հիսուսի հետ, ապրել նրա համար, շնչել նրա համար, ծառայել նրան, ամեն, բաց չթողնել այն կարևոր ծառայությունները, որոնք անմիջականորեն կարող են ազդել քո հոգևոր կյանքի վրա։ Այդ ծառայություններից մեկը այսօր է։ Այսօր։ Լավ, գիտեք, եթե ես իմ ավելի մոտենալու եմ մի մարդու, որը ազնիվ է ձեզ ասելու, եթե Հիսուս իրան ասեր ինձ հետևի, ես ինչ էի անելու։ Ես նրան անպայման կասեի, դու շատ գեղեցիկ երիտասարդ ես, որտեղ ես կարծում եմ, որ Հիսուսը 30 տարեկան էր, հրեա երիտասարդ էր եւ վստահ եմ, որ ինքը տգեղ չէր լինի։ Ինչից գիտեմ, որովհետեւ գիտեմ, որ երկինքն ու երկիրը գեղեցիկ է արարել։ Գրված է հորս մոտ ճարտարապետ էի։ Ճարտարապետությունից է կախված շենքի գեղեցկությունը։ Չի կարող ճարտարապետը ինքը տգեղ իրան արարի կամ մի բան, հա, վստահ եմ, որ գեղեցկադեմ մեկն էր Հիսուսը հայտնվեց եւ այլն։ Հիմա որ իմ կյանքիս մեջ գար, ես կասեի, ինչ ներկայություն կա ձեր վրա, փառք Տիրոջը, բայց ես ձեզ մի բան եմ ուզում ասեմ, ես ընդհանրապես խառը մարդ չեմ, կարող եմ մի հատ ծրագրավորել ձեզ հետևելու հարցը, ես ձեզ տեղյակ կպահեմ, ես անպայման ձեզ text message կանեմ, թե ես երբ եմ պատրաստ, որովհետև երբ առավոտյան ես արթնանում եմ, ես գիշերվանից ունեմ արդեն ծրագրավորված, թե դու գնում ես գիշերը քնելու, ասում ես առավոտ կելն ենք, թե չեմ վատ կմտածենք ինչ ենք անելու, կամ մարդ որ գիշերվանից ծրագրավորում է ինչ անելու առավոտ մի երկու հոգի ծրագրավորում են, փառք Տիրոջ, էլի բան է, երկու հոգի ծրագրավորում են, այսինքն դու առավոտը հարթնանում ես, չգիտես դու ուր ես եթալու, քանիսին ես եթալու չգիտես, քեզի հուշում եմ, որ դու դպրոց պիտի գնաս, դու արդեն գիտես գիշերվան, ուր ես եթալու եւ այլն ես կոմենքո, Օսաննան գեր զբաղված սկեջուլով անձնավորություն է։ Ամբողջ Ամերիկայի ֆրիվեները մաշել է Օսաննան, եւ ես կարծում եմ Ամերիկայի ֆրիվեներին պարտք է միայն ինքը։ Կամ էլ իրանք են իրանց ման, այտենց հրյան կմտածեն, իրանք են ինձ պարտք, այո, այսինքն մենք լինեինք, մենք անպայման սկեջուլ կանեինք, ոչ այսօր Տեր, ես զբաղված եմ հատկապես, Տեր, ես առիթ ունեմ, այդ դուք հասկացաք արդեն, ես առիթ ունեմ, չեմ կարող գալ, բայց ձեզ շատ սիրեցի, շատ հավան է, վայց ինչ խոսքեր խոսացիք, ամբողջ մարմինս փշաքաղվեց, մի հատ էլ նայեք ոնց փշաքաղվեց, ես անպայման կհետևեմ ձեզ, բայց մյուս տարի Ես անպայման ձեզ text message կանեմ Հիսուս, շատ հավանեցի ձեզի, այդ ինչ խոսքեր ունեք ձեր բերանի մեջ, ամբողջ սրտից խորքից ուզված եմ, բայց ոչ այսօր, ես ձեզ կհետևեմ հետո, երբ հարմար լինի ինձ, ես ձեզ կհետևեմ, որովհետև խիստ գրաֆիկ, busy, very busy, ես ինչ հիշում եմ, դուք բոլորդ busy եք, չազատվեցիք այդ busy-ությունից, busy եք հլա, busy եք, դե busy ենք, ալելույա, եկ մի բան էլ նայենք Մարկոս ավետարանից, սա այդ Պետրոսն է, որ հետևեց Հիսուսին, ես ինչու եմ եսի հանել, հիմա դուք ասես սա հակասական բան է, դու ասացիր Պետրոսը անվերապահորեն հետևեց, դե դուք էլ տեսաք, որ անվերապահորեն հետևեց, բայց գոյություն ունի մի մարդկային ձայն, որ Պետրոսի մեջ էլ կա, մեր մեջ էլ կա, եթե մենք դա Հիսուսին սկզբից կասեինք, Պետրոսը մի քիչ ուշ ասեց, բայց ասեց, նայեք ինչ ասեց, Մարկոս ավետարան 10-րդում Հիսուսը մեծահարուստ տղայի պատմությունով է հիշում, որ մեծահարուստ տղան եկավ եւ ասեց ինչ անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ, Հիսուսն էլ ասեց ինչ ունես չունես, ինչ շապահում քեզ քո ուրկանների մեջ, այդ դրանք բաց թող եւ ինձ հետեւի եւ տղան տրտմեց, նեղվեց,
թողեց հեռացավ Հիսուսից, որովհետև չհավանեց Հիսուսի ասած խոսքերը, չհավանեց Հիսուսի առաջարկը։ Այս Պետրոսը կանգնած լսելու ժամանակ մտածեց. «Այս հարցը խի մեզ չի ծագել»։ Կաչը որ ասում, այսքան ժամանակ այս հարցը իմ մեջ չի ծագել։ Այս որ մենք ընկանք քո հետևից այդ ուրկանեն 153 ձուկը մինչև այսօր երազես մեջ գալիս է։ Մինչև այսօր նստում եմ այդ ձուկն աշկից, ելնում եմ այդ ձուկն աշկից, այդ այդպես մենք թողեցինք, հելավ գնացին, մեկն ու մեկս քեզ չհարցրեց, մեր հալը ոնց է լինելու, մեր ընտանիքներին ով է կերակրելու, եւ Պետրոսը խոսում է մեր անունից, լսեք, եւ Պետրոսը սկսեց նրան ասել. ահա մենք ամեն բան թողեցինք եւ քո հետևից եկանք։ Հիսուսն էլ պատասխանեց եւ ուզում եմ որ բոլորս ուշադիր նայենք էկրանի վրա, շատ եմ սիրում այս տեղը։ Մի հատ ասա նայում ես, բոլորն են նայում, նայեք ինչա պատասխանում Հիսուսը։ Ուշադիր լսի ինչա պատասխանում։ Եվ Հիսուսն էլ պատասխանեց եւ ասաց. ճշմարիտ ասում եմ ձեզ, ոչ ոք չկա տենց մեկը ասեց, ոչ ոք չկա, որ թողեց իր տունը, եղբայրը, քույրը, հայրը, մայրը, կինը, որդի կամ սրա նման բաներ եւ ինձ համար, որ այդ ամենը թողել է, կամ իմ ավետարանի համար հաջորդը, չի գրած հաջորդը չի ունենք, որ 100 պատիկ հիմա այս ժամանակում չառնե տներ, եղբայրներ, քույրեր, մայրեր, որդիներ, արտեր հալածանքից հետո եւ գալու աշխարհումը եւ հավիտենական կյանքում, որովհետեւ շատ առաջինները հետին կլինեն ու շատ հետիններ առաջինը կլինեն, բայց այստեղ հզոր գարանտիա կա։ Հիսուսն ասել, ով որ մի բան թողնի, հետևի ինձ, ժամը թողի, տուն թողի, ֆինանս թողի կամ որևէ մի բան ու հետևի իմ ավետարանին, ես խոստանում եմ, ինչ որ թողեցիր իմ համար, ինչ որ թողեցիր իմ գործի համար, այստեղ ավելի բարձր ասա, որ դու լսես քո ասածը, այստեղ, այս ժամանակներում, այս երկրի վրա 100 անգամ ավելիով կառնե, հալելույա, հալելույա, ամեն, միթե ինչ-որ մեկը եթե հետևում է Աստծուն կորցրեց իր տունը, միթե ինչ-որ մեկը որ հետևում և ծառայում է Աստծուն կորցրեց իր փողերը, միթե ինչ-որ մեկը կորցրեց իր կյանքը, որ ծառայեց Հիսուսին, դու կյանք գտար նրա մեջ, որովհետև նրա անունն է կյանք, ամեն։ Հիսուսն ասեց, ես եմ կյանքը, հետևելով նրան կյանքդ նորոգվեց, նոր կյանք գտար, ամեն։ Փառք Հիսուսին։ Ամերիկայում գոյություն ունի կրեդիտ կամպանիա, որը կոչվում է Capital One, Capital One-ը ունի կրեդո, որը այսպեսի արտահայտություն ունի, ինչ կա քո դրամապանակում, դուք լսել եք այդ մասին, լսել եք, գիտեք առաջին հայացքից միամիտ արտահայտությունը, ինչ կա բալետիտ մեջ, քեզ ինչ, բայց այս կեմպանին ես հարցը տալիս եմ, ես իրանց կրեդոն է, էցի մի շատ սովորական պարզ մի հարց է, որի հարց տալու իմաստը կայանում է հետևյալում, եկեք նայենք, կայանում է հետևյալում, այստեղ նայեք, ինչ կա քո դրամապանակում այս արտահայտությունը արվել է, ձեր տրամադրության տակ ճիշտ ֆինանսական լուծումներ և ռեսուրսներ ունենալու կարևորությունը ընդգծելու համար, որևէ մեկդ որ գնացել եք տուն առնելու ռեալիստետի հետ հանդիպելու, ասել է ինչքան է բաջետդ, այս նույն հարցն է քեզ տվել, դու ինչքանի ես նախասահմանում տուն, դու ասել ես, մի 800-ը ինքն ասել է, հո, չէ, այս տունը, որ հիմա վրա մատը դրել ես, էսի միլիոնա, այսինքն ինք ուզում ասի ինչքան ունես դու ֆինանսական հնարավորություն, որ ես կարողանամ ըստ քո հնարավորության քեզ լուծումներ տամ, որովհետև ինձ հետաքրքիր է քո ֆինանսական ռեսուրսները ինչքան են, որ ես կարողանամ լուծում տամ։ Հիմա նմանատիպ մի հարց Հիսուսն է տալիս. ինչ ունես քո ուրկաններում։ Բայց քեզ Հիսուս էս հարցը տալի, տենաս ինչու է տալի էս հարցը, ինչն է պահում քեզ, էս մարդը գիտի իր վալետում այսքան գումար կա և սրա հետ է կապված, և իր ամբողջ նպատակը և երազանքը այդ վալետի մեջի գտնվածի հետ է կապված, դա է լուծում տալու իրան, Հիսուսը գիտի, որ ամեն մեկս մեր կյանքում ունենք աներևույթ ուրկաններ, որոնց մեջ կա լիքը բաներ, գիտեք անգլերենում գեղեցիկ բառ կա investigate, որը դուք չեք սիրում, investigation, էդ էլ չեք սիրում, մեկը verb է, մեկը noun,
Մեկը գործողություն է անում, մեկը գործողության արդյունքն է ցույց տալի։ Գիտեք ինչի համար եմ սա ասում։ Մենք այսօր հետաքննություն ենք անցկացնելու, այդ investigate ենք անելու մեր օրգանների մեջ։ Դու պատրաստ ես։ Հիմա հասկանալու ենք ինչ է պահում մեզ մեր օրգանների մեջ։ Պատրաստ ես։ Գնալու ենք հիմա առաջ։ Շատ լավ։ Եկ մի բան էլ նայենք։ Ինչ կա իմ օրգանում։ Ինչն է, այսինքն այս հարցի իմաստը կայանում է նրանում, ինչն է պահում ինձ, ինչն է խանգարում ինձ թողնել ամեն բան եւ ամեն օր գնալ նրա ետևից, ինչը ես չեմ կարողանում թողնել ետևում, գիտակցաբար թե անգիտակցաբար չեմ կարողանում հետևել Հիսուսին, չեմ կարողանում նրան անվերապահորեն նվիրվել։ Լավ, կարող եմ այսօր գալ եկեղեցի, բայց ինձ էլ չստիպեք էլի գալու, ես այնքան գործ ունեմ։ Ես չեմ ասում, որ դու մի օր այդ գործդ կորցնելու ես, հակառակը կարող է շատ ավելի գործ ունենաս, բայց փողը չէ, որ քեզ երջանիկ է դարձնելու, այն ներքին խաղաղությունը, այն ներքին ուրախությունը, հավիտենական կյանքի վրա ունեցած քո վստահությունը, որ դու արդարացված մեկն ես, դու ներված մեկն ես, եւ եթե սկսվի հափշտակությունը, դու արդարների հետ ես երկինք բարձրանալու, որովհետեւ ամեն քրիստոնյա դեռ հələ չի հավատում, որ ինքը փրկված է, ուր մնաց հավատա, որ ինքը հավիտենական կյանք ունի կամ էլ հափշտակությանն է արժանանալու։ Սա իհարկե ցավալի մի բան է։ Գիտեք, կա այսպիսի մի բան, որ մեկը երբ որ քարոզում է, որովհետև մի բան լսել է։ Ասում եմ, ո՞տ թեմա չի քարոզելու համար։ Ես այն ինչ որ քարոզում եմ, ես դա ապրել եմ 30 տարի առաջ։ Ես փառք եմ տալիս Աստծուն դրա համար։ Այդ պատիվը թող Հիսուսին լինի։ Այդ շնորհքը վերագրում եմ Տիրոջ վրա։ 30 տարի առաջ, երբ ինձ ավետարանը քարոզեցին, եւ երբ որ ես նրան այո ասեցի, այդ օրվանից մինչեւ այսօր իմ կյանքը անվերապահորեն նվիրված է Հիսուսին։ Իմ օրգանները դատարկ են Քրիստոսի համար։ Փառք Աստծուն, որ չկա մի մարդ աշխարհում, որ կարողանա ինձ պահել Աստծուց հետ, չկա որևէ անձ այս աշխարհում, չկա որևէ մատերիալնի մի բան այս աշխարհում, չկա որևէ մի բան, որ կարողանա իր մեջ ունենա այնքան զորություն, այնքան կարողություն, որ ինձ հետ պահի իմ հրաշալի Տիրոջը, իմ թանկագին Փրկչին անվերապահորեն ծառայելու համար։ Թող ողջ փառքերը Հիսուսին լինեն։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Եկեք մի հատ այդ investigation անցկացնենք ստեղ։ Եկավ պահը։ Ուզում ենք տեսնենք ինչ կա օրգաններում։ Այո, սա մանր է գրված ձեզ համար։ Այո, մանր է։ Լավ, ինչպես։ Ամին եղվեք ես այստեղը։ Ալելույա, փառք Տիրոջը։ Միգուցե պետք է թողնել այն ամենը, ինչ քեզ կամ մեզ խանգարում է լիովին հանձնվել Աստծուն։ Ես կարդում եմ եւ ուզում եմ որ ցանկացած մեկն ասի, քեզ ի՞նչն է խանգարում ամբողջովին հանձնել Աստծուն։ Մենք հետաքննություն ենք անցկացնում օրգանների մեջ։ Okay? Հետաքննություն ենք անցկացնում, ուզում ենք ստուգել գտնել, ինչն է կոնկրետ ինձ պահում ամբողջովին լիակատար նվիրված չլինելու Աստծուն, որովհետեւ այս ամբողջ պատմությունը եւ այս ամբողջ պատգամը տանելու է վերջի 5 րոպեին քեզ։ Որովհետեւ սա շատ լրջորեն ազդելու է քո հավիտենական կյանքի վրա։ Հաջորդ բանը տեսնենք։ Միգուցե պետք է թողնել անցյալի անհաջողությունները, մարդկա մինչև այսօր էլ անցյալի անհաջողություններով տառապում է։ Միգուցե պետք է թողնել անցյալի անհաջողությունները, մեղավոր հաճույքները, կամ էլ աններողամտությունը։ Ուզում եմ այս տողի վրա կանգնել։ Ես շատ անգամներ ասել եմ եւ թույլ տվեք կրկնեմ բոլոր նրանց համար, ովքեր առաջին անգամ են այստեղ։ Անցյալի անհաջողություններ։ Դու մենակ չես, մենք բոլորս ունենք։ Այո, ով է եղել անցյալում անհաջողություններ ունեցող մեկը։ Բոլորը։ Գիտեք, անցյալի անհաջողությունները, անցյալի խնդիրները, մեղավոր հաճույքները կամ աններողամտությունը, սրանք բոլորը մեծ գերազորություն ունեցող բաներ են, որոնք քեզ հետ են պահում առաջ գնալու համար։ Չներելը քեզ տարիներով հետ կպահի օրհնությունից։ Կամ մեկին, գիտեք, sense դիպլոմատիկ ժպտալ կամ հայ
hello։ Բայց ներսով որ տեսար, ախորժակը տան կմփագվով այդ մարդուն տեսար։ Դու չներողամտություն ունես։ Դու լավ կլինի, Հիսուսն ասեց մի արի ոչ աղոթի, ոչ էլ ոչ մի բան։ Տար այդ աններողամտությունը դիր Տիրոջ առաջ, թող ասեց ամեն զոհ եւ ամենի աններողամտությունը դիր Տիրոջ առաջ եւ հետո նոր ազատվի դրանից հետո նոր ինձ հետևիր։ Հաջորդ բանը անցյալի մեղքեր, անցյալի ձախողումներ։ Ասել եմ ու նորից եմ կրկնում, քո անցյալը, լսում ես, ասա իմ անցյալը դա մեկ արկղ հոտած ձու է։ Հետևիցդ քաշմիտու դրա գարշահոտը կսպանի քեզ։ Հիսուսը եկել է քո կյանքի մեջ, որ այդ մեկ արկղ դուք դազն եք ասում, ձեր մոտ դազն է, զատո Հայաստանում յաչեյկա է։ Ինքն էլ մեջը 30 հատ ձու։ Բա ոնց, մերը մինչև հիմա սովետական է, ալելույա։ Այդ մի յաչեյկա ձուն, այդ մի դազն ձուն ինչքան ուզում է լինի, հոտած Դու տեսել ես հոտած ձվից ինչ գարշահոտ է գալի, իմ եւ քո անցյալը եւ իմ եւ քո անհաջողությունները այդ հոտած ձվի նման են, բաց թող չներումդ, տունդ օրտնությունից կզրկի, եթե դու ինչ-որ մեկին չես ներում, դա չներում է, որ ապրում է քո ուրկանում եւ էդի պարտադիր չի կարող դարձնել քեզ օրտնյալ Աստծո մարդ, որտեւ Աստծո մարդը չի կարա խռով ունենա, ատելություն ու չներում։ Ես կարող եմ այսօր կամերայի առաջ կանգնել եւ ասել, չկա իմ կյանքում որևէ մեկը, ում ես ատում եմ, ում նկատմամբ չարություն, ում անվան վրա կարող եմ մի բադ բառ ասել։ Ես վերջապես ազատվել եմ դրանից։ Փառք Հիսուսին։ Ես ձեզանից մեկն եմ, որ ունեցել եմ այդ խնդիրը։ Բայց ես ուզում եմ ասել, եթե ուզում ես հաջորդ օրվանից արևը քո վրա այլ ձև փայլի, ես խնդրում եմ առաջի հերթին լուծիր չներման հարցը, որովհետև նա կյանքում չի թողնի դու օրտնված մարդ լինես, երբևիցե։ Որովհետև Աստվածաշունչն ասում է չներելու պատճառով ես քեզ դահիճներին կհանձնեմ եւ իրանք կտանջեն քեզ, որտեղ կլինի ատամների կրճտոց, լաց եւ խավար։ Աստված հեռու պահի։ Ամեն։ Դրա համար դու գալիս ես եկեղեցի, որ սա սովորես, լավ, որովհետև աշխարհը քեզ կասի, աչքիդ վերև ասել են ունք կա, տեղում թաղի դրուն, տեղում թաղի անհիշատակ ինքնել։ Աշխարհը մեզ դա է սովորեցրել։ Բոլոր նրանք, ովքեր այսօր քայլում են ներման մեջ Տերը ձեզ օրհնի, բայց մենք բոլորս առաջվա չներողներն ենք եղել։ Ով կարող էր մեզ ասել մեր աչքի վերևը ունք կա։ Մենք տեղում այդ մարդուն առանց հարություն տալու, ուրեմն նպատակի կթաղեինք այդ մարդուն։ Ամեն։ Մենք բռնված ենք եղել չներումով, ատելությունով, բռնված անհաջողություններով, չգիտեմ, հետևներիցս քաշ ենք տվել եկել ենք Հիսուսին, բայց քաշ ենք տվել նաև ինչ որ մի հին մեղք, որը մեզի անցյալում դուր է եկել։ Գիտեք, շունիկը, որ շունիկ է, նկատեք, ինչքան ուզում եք իր համար խաղալիք առնեք, ինքը մի հատ այդ խաղալիքների մեջ մի հատ նա շատ սիրում։ Ասեք մի հատ մուկիկ կա երկար պոչով, դրանով եկալում ու տանում։ Դու լիքը խաղալիք ես առել, ինքը այդ մուկիկն է տանում։ Ուր գնում է այդ մուկիկն է տանում, խաղում է դրանով։ Ամեն մարդ իր կյանքում ունի իր սիրած մուկիկը, դուք հասկացաք։ Հաջորդը նայենք։ Միգուցե պետք է ազատվել եսակենտրոնությունից, զայրույթից, անզուսպ խոսքերից, եթե մարդիկ քեզի վեր են կենում եւ անընդհատ ասում են, այդպես մի խոսա, Ատենց մի խոսա, զայրույթով ես խոսում, ջարդելով ես մարդկանց հետ խոսում, այն որ բերանից կա մարդ խոսում է փրփուրը դուրս է գալի, դու հասկանում ես, որ էդի այստեղից է դուրս գալի, որովհետև մի մարդ, որ բարկության ոգով բռնված է, ատենց կխոսա։ Ժամանակն է եկել ուրկաններդ այս անորակությունից ազատել։ Գիտեք, ձկնորսները միշտ չէ, որ ձուկ բռնելուց ուրկանի մեջ միշտ ձուկ են բռնում։ Շատ հաճախակի նրանք ուրկանների մեջ բռնում են ինչ? Մամուր, դա կոչվում է ծովի աղբ։ Ազատվել է պետք է աղբերից, ամեն։ Կա մարդ, որ ինձ հետ համաձայն է, ալելույա, փառք Տիրոջը։ Եվ վերջինը, միգուցե պետք է արդեն թողնել ետևում անկարգապահությունը եւ անպատասխանատվությունը։ Այս 3 տողերը, որ կարդացինք, վատ բաներ էր գրված։ Ես սա կարող եմ ինչ-որ ձև մարդու մեջ հասկանալ, ինչ-որ ձև փորձել, բայց այս վերջի տողը ինձ համար ավելի սարսափելի է։ Ես մեծ խնդիր ունեմ անկարգ մարդու հետ, անպատասխանատու մարդու հետ։
Ես չգիտեմ քանիսներդ եք, այս որակը ունեք, սա քո օրգանի որ։ Ես անպայման կգամ ծառայության, հույսը դնում ես իրա վրա, տենում ես շեգով։ Ես ինչ տեղը ժամը 9-ին, ես 10 րոպե շուտ կլնեմ մտեմ։ Մատելն ես վստահ ասում է, սիրտդ լցվում է։ Սիրտդ լցվում է, որովհետև ասում ես, ո՞նց է դու փոխվե։ Աջ աշկերտից առաջ փոխվեց, է։ Ու տենում ես ինքս քիչ եկավ այդ օրը։ Ոչ թե 9-ից 10 եկավ, ոչ թե չեկավ այդ օրը։ Մարդիկ ասում են կոֆեն դիր գալիս եմ, 4 օր հետո է գալի։ Ես այդպես մարդկանց հետ հանդիպել եք, շատ խիստ կարգապահ մարդիկ հանդիպել եք, դուք եք հանդիպել, կոֆեն ասելա դիր 4 օրից եկել է։ Պաստորը ես մենակ չեմ։ Ես ասում եմ անվորակությունը, անպատասխանատվությունը։ Եթե դու եկել ես եկեղեցի եւ եթե դու վերցրել ես ծառայություն, հետևիր ծառայությանը, եթե դու հաճախում ես եկեղեցի, հաճախիր եկեղեցի ոնց է պետքն է, աշխատում ես աշխատանքի տեղը, ամոթ չի որ մեծահասակ մարդը, որ մազերը սպիտակ է, գնա ամեն րոպե ասի, սորի կներեք, թրաֆիկի մեջ ընկա։ Գիտես որ այդ ժամը թրաֆիկ է, շուտ գնամ։ Չպարտադիր դու պիտի 1000 անգամ ասես, սորի, գիտեք դա նորմալ բան չի, որ քրիստոնյան շատ ասում է սորի։ Հա քրիստոնյան պետք է լինի այն անձնավորությունը, որից պիտի սովորեն, որովհետև քրիստոնեությունը այս աշխարհի մեջ բարձրագույն կուլտուրա է, որի մեջ են մտնում եղիր կարգապահ ու մի եղիր անկարգ, այո, կարգապահություն։ Այսօր ջան, ղուրբան, հուզված է, օրտնված է, մեկ էլ գնաց, մի քանի տարի չես տեսնում էլ իրեն։ Չկա։ Մենք բոլորս էլ ընտանիք ունենք, գիտեք։ Այստեղ ոչ մեկ չոլից չի եկել։ Մենք բոլորս ընտանիք ունենք, երեխաներ ունենք, մենք բոլորս հոգսեր ունենք, մենք բոլորս դժվարություններ ունենք, բայց մենք կարողանում ենք Աստծմով հաղթահարել ամեն բան։ Ամեն։ Հիսուսի անունով։ Եկ մի քանի բան իրար, դու ինչ-որ մի բան վերցնում ես այսօր, հələ չես փոշմանե որ եկել ես։ Հա, լավ է, տրամադրությունդ լավ է։ Ես տեսնում եմ, որոշները ժպտում են, Փառք Հիսուսի, հուսադրող է դա, շատ լավ։ Փառք Աստծուն, եկ մի բան նայենք։ Մենք չենք կարող շարժվել, եթե բռնված ենք ինչ-որ բանով։ Քրիստոսին հետևելու ցանկության ապացույցը այն իրականացնելու մեջ է։ Ես շատ եմ սիրում Հիսուսին, հայանում եմ այդ երգերը, որ երգում են ոնց է սիրտս լցվում։ Հետո ինչ եմ ես այդքան լացում։ Որ աղոթում եք, նենց եմ հուզվում, այդ պատգամ, վայ, պատգամներից բան։ Ու չկա ինքը։ Այդ գիտեք, որ կլասին է պատկանում, ղուրբան ալնեմ Հիսուսին։ Այդ կլասն է։ Մենք չենք կարող շարժվել, եթե մենք բռնված ենք։ Մենք չենք կարող լինել պրոդուկտիվնի, արդյունավետ պատղաբեր, եթե մենք ուրկաններում այնքան լուրջ պարունակություններ ունենք, որոնք մեր կռնակը արդեն վաղուց կորացրել են։ Մենք քարշ ենք տալի մի գիտակցական կյանք ուրկաններ մեր կռնակին, եւ այդ ուրկանները լիքն են այս աղբերով։ Սա է որ պահում է, որ մենք չենք գալիս Հիսուսին, բայց Հիսուսն ասաց. «Գցիր այդ ուրկաններդ եւ ինձ հետևիր»։ Եվ քո կյանքը ամբողջովին փոխվելու է։ Մի բանը որ աղբ է, դրա մեջ մի խորացի, շպրտի, հավատա, հենց մի օր որոշի, ուղղակի շպրտել այդ ուրկանները, որոնք իրենց մեջ ունեն այդքան ձգողական ուժ, եւ ուղղակի վերցրու եւ ասա նոր էջից, նոր տողից, մի մատ խորքից հետևելու եմ քեզ Հիսուս։ Հաջորդ բանը նայենք։ Մենք չենք կարող առանց գործերի, միայն մեր շուրթերով ասել, մենք աշակերտներն ենք Քրիստոսի, Հակոբոսը ասելիք կունենա, չխոսացնեք Հակոբոսին, թե չվեր կկենա եւ կասի, հավատքն առանց գործերի մեռած է, եւ գործերն առանց հավատքի մեռած են, հավատքն ու գործերը իրար հետ են պատղաբեր, ամեն։ Մենք լսում ենք, եւ այդ նույն Հակոբոսը շարունակում է, խոսքը լսող մի եղեք, խոսքը նաեւ բրավո։ Պաստորեն դուք գիտեք, արա այնպես ինչպես գիտես, հաջորդ բանը, հետևել Հիսուսին նշանակում է հետևել նրան ամեն ինչում, առանց նախապայմանների, կներեք, ես այս ամիս չեմ կարա գալ ծառայության, որովհետև, գիտեք ինչքան առիթներ ունենք, գժվանք ես առիթների ձեռը, գժվար, արի Հիսուսին, չէ, մենք չենք կարող մի ոտով լինել աշխարհում, մի ոտով լինել Աստծո մեջ, ամեն, Հիսուսն ասաց չես կարող երկու տիրոջ ծառայել, կամ մեկին կթողնես, մյուսին կհարես, կամ դրան կթողես, սրան կհարես, այո, դա տրամաբանական է, չես կարող,
Չի կարող որևէ մեկը ավելի արժեքավոր, կարևոր, բարձր լինի քո կյանքում, քան Հիսուսը։ Ես պատասխանատու հայտարարություն եմ անում, որովհետև նա այդպիսին է իմ կյանքում։ Որևէ մեկը չի կարողացել այսքան տարիների մեջ ինձ համոզել, չծառայել, չգնալ տնային խմբակ, չգալ եկեղեցի, չպատրաստել։ Երեք առավոտյան այնքան վատ եղանակ էր։ Ճիշտն ասած դժվար ենք արթնացել։ Չի, արթնացանք, ուղղակի դժվար ուզում էինք վեր կենայինք։ Արթնացեց քույրս ինձ, նայում եմ եղանակին, ասում եմ, արդեն ասելիք ունեմ։ Ուրկանից մի բան ձայն է հանում։ Ոյ, եղանակա եւ այլն։ Ինչևից է, գնացինք։ Անձրև էր մաղում, գտանք մի թաքստոց, սարի վրա տենց թաքստոց ունենք, այդտեղ թաքստոցի մեջ կանգնեցինք, սկսեցինք աղոթել, աղոթեցինք, մի լավ օրհնվեցինք, մի լավ ժողով արեցինք, Սուրբ Գիրքը կարդացինք, քիչ էր մնում, չգիտեմ, ընդ պատգամել պատրաստեինք, լեցվեցինք, օրհնվեցինք, հետ եկանք տուն, հələ չէի հասցրել մի 2 ժամ խելքի գալու, վազեցի երիտասարդական ծառայություն, երիտասարդականներ ինչպիսիներ երեք, երիտասարդական հրաշալի։ Երիտասարդական ծառայություն ենք ունեցել մինչև երեկոյան վազել եմ տուն, նկարների հարցն ենք լուծել այս Facebook-ում դնելու ծառայության ուրեմն նկարների, հետո դրանից հետո նստել եմ, պատրաստել եմ պատգամ եւ չեմ հիշում ոնց գնացի քնելու։ Ես անցյալ անգամ էլ ասեցի, Հիսուսն ասեց, բերեք ձեր բեռը եւ բերեք ձեր լուծը, որը անիցիալ է։ Բայց վերցրեք ինձանից իմ լուծն ու բեռը, որը քաղցր է եւ թեթև է, կարող է հոգնած գնաս պարկելու, կարող է շատ հոգնած, որովհետեւ որ երրորդ ծառայությունն արդեն արել ես, բայց դա քաղցր բեռը, որովհետեւ գիտես, որ քո ծանր ու անիցիալ բեռը նախաչի վրա տարել է, ու քեզ ընդամենն ասել է կծառայես ինձ, որ այդ ծառայության մեջ միգուցե հոգնում ես, բայց դու դրա պատուղներն ուտում ես։ Պետրոսն ասեց, մենք հետևեցինք քեզ, ինչ խեր խաբար, բիզնեսի տղա էր, ինչ պետք է անենք։ Նկատեցիք Հիսուսը չասեց, առողջ կլինես դու եւ քո զոնքաճը։ Պետրոսը զոնքաճ ուներ։ Ոչ մեկի զոնքաճի մասին չի գրված, բայց Պետրոսի զոնքաճի մասին գրված է։ Ուրեմն ես կարծում եմ Պետրոսն այնքան է զոնքաճից վախենում, որ Հիսուսը գնաց այդ զոնքաճին խելքի բերելու։ Ոտը պիտի պարտադիր զոնքաճը հարություն առներ, լավ չէր, ջերմությունը բարձր էր, երևի կորոնավիրուսով տենց մի վիրուսել այդ վաղտա եղել, Պետրոսի զոնքաճը վատ էր։ Ոչ մեկի զոնքաճի մասին չի գրված, սրա զոնքաճի մասին գրված է։ Եվ Հիսուսը գնաց իր զոնքաճին բժշկելու եւ այլն, ու մտածում է, որ չէ, Պետրոսը վայ մարդ, մենք ղզիկ չենք զոնքաճից վախենանք, բայց կարելի է չվախենալ զոնքաճից։ Զոնքաճը նրա համար Զոնքաճը նրա համար որ վախ Ատեր Հիսուս Եվ Հիսուսը չի ասում, Պետրոս, ես ասում եմ քեզ, քանի որ դու ուրկանները չպրտեցիր, ասկի հետ չնայեցիր են 153 հատ ձկին, ես ուզում եմ քեզ ասեմ, որ դու լինելու ես Երուսաղեմի հաջորդ կառավարիչը։ Նկատում եք Հիսուսը փողից խոսեց։ Ասեց, ինչ որ թողեցիր, 100 անգամ ավելին։ Գիտես ինչ եմ ուզում ասեմ, նա սրտեր քննող Աստված է։ Դու հենց չես հասցրել մտածել, հարցեր դասավորես, նա արդեն պատասխան ունի քեզ համար։ Նա սրտեր եւ երիկամունքներ քննող Աստված է, ամեն։ Փառք Հիսուսին։ Նա ասաց ձեզ մարդկանց որսորդ եմ սարքելու, Պետրոս, մի նեղվի։ Գիտեք, ես երբ որ գնացի Երուսաղեմ, մեզ տարան Կափարնիա եւ ես քեզ շատ զարմանալի բան ունեմ ասելու։ Ես եղել եմ Պետրոսի զոնքաճի տանը։ Ստեղ են ասել, չմեռանք սաղ մնացինք։ Պետրոսի զոնքաճի տանն եմ եղել։ Ալելույա, ված չէր, այդտեղ տաճար էին կառուցել, ամեն մի բան բիբլիական պատմության վրա, այնտեղ տաճարներ էր կառուցած եւ այլն, որ տուրիստները մտնեին նայեն, բայց գիտեք ինչքան եմ ծիծաղացել, ասացի որտեղ ես եկե Պետրոսի զոնքաճի տունը։ Ասացին այստեղ է, որ Հիսուսը բժշկել է Պետրոսի զոնքաճին։ Շատ լավ։ Հետևելով Հիսուսին եւ դառնալով նրա աշակերտները մենք մի բան ենք հասկանում, ով է նա։ Հետևելով Հիսուսին եւ դառնալով նրա աշակերտները, մենք կարողանում ենք տեսնել նրա շնորհքը, ողորմությունը,
սերը ճաշակել, նրանից վերցնել այն ամենը, ինչ խոստացավ Պետրոսին, ամեն, քանի մարդու է Հիսուսը գոնե կյանքում մեկ անգամ պատասխանել։ Դու գիտես հաջորդ բանը ինչ անել։ Փառք Հիսուսին։ Հալելույա, փառք Տիրոջը։ Մի բան նայենք, լավ, մի բան նայենք։ Շատ լավ։ Եվ քանի դեռ մենք հետևում ենք Հիսուսին, նա մեզ հետ է այն նույն ներկայությամբ, որ ստիպեց աշակերտներին թողնել այդ ուրկանները, թողնել ամեն բան եւ գնալ նրա ետևից։ Լսեք, այն նույն ներկայությամբ։ Ես ծառայության սկզբից ասացի, որ Հիսուսը չասեց, եկեք 2000 տարի առաջվա գտնվող աշակերտներին տանք ուրիշ շավետարան, 2000 տարի հետո կտանք մեկ ուրիշ շավետարան, չէ որ սրանք 21-րդ դարն են, էսի ստեղ արդեն արհեստական ինտելեկտ, բան, գեր, զարգացվածություն, գիտություն, տեխնոլոգիա, նվաճումներ եւ այլն, այստեղ այդ 2000 տարի առաջվա գրված ավետարանը կարող է 21-րդ դարի հատկապես Ամերիկայի բնակիչների համար չաշխատի լրիվ ուրիշ ֆորմատ է, նա ասեց, երկինքն ու երկիրը կանցնի, բայց Աստծո բերանից դուրս եկած ոչ մի խոսք չի փոխվի եւ չի անցնի, ամեն, գրված է նա իր խոսքը իրանից բարձր է դասել, ամեն, եւ այդ նույն ներկայությամբ, եւ այդ նույն խոսքի զորությամբ, այսօր նա մեր կյանքերի մեջ է եկել, ամեն, Հիսուսը երեք, Հիսուսն այսօր եւ Հիսուսը հավիտյան նույնն է։ Հաջորդ բանը նայենք։ Հիսուս Քրիստոսը յուրաքանչյուր մայրամուտի քո արևածագն է։ Յուրաքանչյուր դժոխքային կյանքից դեպի երկնային կյանք տանող քո ճանապարհն է եւ յուրաքանչյուր փոթորկի մեջ քո հանգստությունն է Հիսուսը քո շալոմն է հալելույա ամեն Գիտեք ես իմ խոսքը մոտեցնում եմ ավարտին բայց ես չեմ մոռացել որ քեզ կարևոր բան ունեի ասելու Գիտեք ամիսներ առաջ ես մի պատգամ տվեցի Ապոֆիսը մանանա ստեղծողի ձեռքերում ով է ներկա եղել այդ պատգամին կխնդրեմ ձեռքդ բարձրացրած պահես Ապոֆիսը մանանան ստեղծողի ձեռքերում որտեղ ես խոսեցի որ ժամանակ է գալու հենց այստեղ Կալիֆոռնիա եւ այլն հիշում եք խոսեցինք ջրերի կեղտոտման մասին եւ հիշում եք այդ պատգամը բոլոր նրանք ովքեր նայում են ինձ մեր YouTube-յան ալիքից կամ էլ հետո կնային եւ բոլոր նրանք ովքեր այստեղ առաջին անգամ են կամ չեն տեսել այդ օրը ծառայությանը չեն մասնակցել ես կխնդրեմ որ դու գնաս տուն եւ YouTube-յան ալիքում որոնես եւ գտնես Ապոֆիսը մանանա ստեղծողի ձեռքերում այդ պատգամը որովհետեւ դա վերաբերվում է շատ լուրջ ժամանակների մեջ որի մեջ ես իրականում աղոթում եմ որ ձեզանից մեկը չհայտնվի Ես հասկացել եմ մի բան, որ հավատացյալներ կան, ես 3 հարց եմ տվել։ Դու գրակոտ ես եւ այլն աղոթում ես, ինչ ես սիրում աղոթել, բա Սուրբ Գիրք, ասած Սուրբ Գիրք չեմ կարդում։ Եթե մարդը Սուրբ Գիրք չի կարդում, ես միշտ ասել եմ, այդ մարդը արդեն պոտենցիալ մոլորված մարդ է։ Քեզ խաբելը, քեզ մոլորեցնելը ընդամենը 2 րոպեի հարց է։ Եթե մարդը չի կարդում Սուրբ Գիրք, հափշտակվել բոլորն են ուզում, որովհետև լսել են, որ այս ինչ անընդհատ քարոզիչների բերանը վերջին 2 տարում հափշտակվել, եկեղեցին հափշտակվելու է, 7 տարիների մեծ նեղություններ են լինելու, սա է լինելու, նա է լինելու, ինչ տեսակ, քանի մարդ է լսել, որ եկեղեցին հափշտակվելու է, քանի մարդ է լսել, որ լինելու է 7 տարվա մեծ նեղություններ, անգամներ լսել եք այդ մասին նաև Սուրբ Գիրքն է ասում, դա այնպես չէ, որ լսել եք քարոզիչներին, դրա մասին գրված է Սուրբ Գրքում, 7 տարվա նեղություններ, եկեղեցու հափշտակություն, այո, գրված է Գազանի նշան 666, լսել եք գոնե մի մարդ լսել է 666, այդ ամենը մոտեցավ, շատ մոտեցավ, հիմա Բոլորն ուզում են, որ հափշտակվեն եւ լավ են անում, որովհետեւ այնինչ որ կատարվելու է հափշտակությունից հետո երկրի վրա, մարդկության պատմությունը իր արարված օրվանից մինչեւ այսօր չի տեսել նման հալածանքներ եւ նման դժվարություններ, բայց ես ուզում եմ ձեզ մի բան ասել։ Ես ուզում եմ ամենայն իրավունքով այդ բառն ասել, գիտեմ որ ինձ լսում են, հետո գիտեմ որ մարդիկ թողնում են իրենց մեկնաբանությունները, ուզում եմ մի բան ասել։ Երկինք կհափշտակվեն
նրանք ովքեր Քրիստոսի հետևորդներ են, ոչ թե ուղղակի հաճախողներ։ Ես ավելի լավ է քեզ ճշմարտությունն ասեմ եւ այսօր ճշմարտությունը ասած ազատ սրտով տուն գնամ, քան թե ես փորձեմ այսօր քեզ խաբել, ուրախացնել, հանգարտ դու ծանրացած չգնաս, հանգարտ նեղված չգնաս։ Ես կարող եմ մի փոքր թեթևացնեմ քո վիճակը, բայց մի քանի րոպեներ հետո Հիսուս այն կծանրացնի ինձ համար։ Կա մարդ, որ հասկացավ ինձ, այն կծանրացնի ինձ համար։ Ճշմարտությունը դա լույսի պես մի բան է, որ ասած չի կարելի պահել մահճակալի տակ, այն պետք է բարձրացնել եւ դնել աշտանակի վրա, որ այն լույս տա բոլորին։ Հիսուսն ասաց ճշմարտությունը կճանաչես եւ ճշմարտությունը քեզ ազատ կարձակի։ Ամեն։ 7 տարվա նեղությունների համար մի հատված եմ ուզում ասել, երբ այս մասին պատրաստվում էի, ցանկացա դնել, հետո նորից խոսել, հետո նորից դնել, բայց հետո զգացի, որ չէ, ես ունեմ հստակ առաջնորդություն խոսալու այս մասին, եթե հանկարծ դու բաց թողնես, հափշտակությունը ինչ է լինելու քեզ հետ։ Ուզում եմ, որ նախքան սկսելը քո կողքինին ասես, եթե հանկարծ դու բաց թողես հափշտակությունը, ասա, որովհետև ես բառը պիտի ինքը հիշեմ։ Եթե հանկարծ դու բաց թողես հափշտակությունը, իսկ հիմա լսիր, ես կխնդրեմ, որ եկեղեցում այս պահին մոտ 3 րոպեով դադարի շարժը անցուդարձը, որովհետև այն ինչ որ ես ասելու եմ հիմա քեզ, սա անմիջականորեն ազդելու է քո հավիտենական կյանքի վրա։ Եթե հանկարծ դու բաց թողնես հափշտակությունը, ինչ է տեղի ունենալու բաց թողողների հետ։ Երբ որ եկեղեցին հափշտակվի, դա բերելու է մարդուն ամենաաներևակայելի պանիկայի մեջ։ Աստվածաշունչն ասում է ատենց փոթորիկ, ատենց սարսափ, ատենց խուճապ, ատենց վախ երևույթ դեռ չի գրանցվել։ Ուրեմն դու չես կարող պատկերացնել ինչ է լինելու, որովհետև պատմությունը քեզ չի տեղեկացրել, որ նման բան մի հատ էլ է եղել, որ դու կարողանաս պատկերացնես ու այդ պատկերացման վախից ասես Աստված շանի, անպայման ես կհետևեմ Հիսուսին։ Դու չունես տեղեկություն, թե 7 տարիներում ինչ է լինելու, որովհետև դա լինելու է մեկ անգամ, 7 տարով, նրա նմանը չի եղել հետո, լինելու ու չի եղել սկզբից, դա լինելու է մեկ անգամ։ Դրա համար ոչ մեկ չգիտի, բայց Բիբլիան զգուշացնում է ոնց է լինելու։ Միայն այն գիտակցությունից, որ մարդը բաց է թողելու հափշտակությունը եւ ինքը հայտնվելու է 7 տարվա նեղությունների ժամանակաշրջանի մեջ, ինքնին մարդկանց բերելու է խելագարության մեջ։ Խելագարվելու են մարդիկ, որովհետև դուք երբևիցե լսել եք, որ ձեր օֆիսի աշխատողներից 40 հոգի էլ չկա, նստած տեղից ելան վերև, չեք լսել, բայց հետո լսելու եք։ Գրված է արտի մեջ 2 հոգի աշխատողներից մեկը վեր կառնվի, մյուսը կթողնվի։ Ամուսինները, որոնք նույն անկողնու մեջ պարկած են, մեկը կառնվի, մեկը իմ ամուսինները մտածում են, մեզանից ով է հեթալու։ Այստեղ կան նստած ամուսիններ, կխնդրեմ, մտածելու առիթ ունեք։ Ասում եմ 2-ից մեկը վերցրվելու է, ինձ մի անգամ հարցրեցին, բայց դա ճիշտ չի, կարող է 2-ն էլ դարձի են եկել, ասում դա ուրիշ հարց։ Հիսուսը դա ասաց, որպեսզի կամ ամուսինը, որը չի եկել մտածի, կամ ամուսինը, որը եկել է կինը չի եկել, նա մտածի, 2-ից մեկը վերցրվելու է։ Ուրեմն միայն այն գիտակցությունից, որ մարդը բաց է թողնել հափշտակությունը եւ հայտնվել է 7 տարվա նեղությունների ժամանակաշրջանի մեջ, ինքնին մարդուն բերելու է խելագարության։ Ես նորից եմ կրկնում, որ մեզանից ոչ մեկ դեռ չգիտի, իրականում չի ապրել այս բանը, մարդկությունը չի ապրել, բայց Բիբլիան մեզ ասում է ինչ է տեղի ունենալու։ Դրա համար ասացի, որ Ապոֆիսը մանանա ստեղծողի ձեռքերում պատգամ անպայմաննայի եւ առաջի բանը, որի հետ մարդկությունը բախվելու է, չի կարողանալու ջուր խմել։ Չի կարողանալու ջուր խմել այն պարզ պատճառով, որ ջրերը լինելու են աղտոտված, այդ պատգամի մեջ ասվում է ինչու։ Ջրերը լինելու են աղտոտված։ Մարդիկ անպայման փնտրելու են քարանձավներ, թաքստոցներ, ապրելու այնտեղ, որովհետև դու որտեղ որ հիմա ապրում ես, այն տան մեջ որտեղ դու ապրում ես, դու էլ չես կարողանալու ապրես։ Վերջանալու են հանգիստ կյանքի տորերը, երբ առավոտյան վեր կացար սուրճդ վայելեցիր։ Այդ սուրճի համար ջուր չես ունենալու։ Հիմա ասելու եմ ինչու։ Վեր կացար մեքենատ միացրեցիր եւ գնացիր աշխատանքի, չի լինելու։
Մարդիկ ման են գալու եւ փախնելու են քարանձավներ, որտեղ պատասպարվեն ապրելու ինչ որ մի կերպ։ Դուք բոլորդ լսել եք Նաբուգոդոնոսորի մասին պատգամը, որ երբ որ Նաբուգոդոնոսորը հպարտացավ եւ Աստված իրան շպրտեց դաշտերի մեջ ու Նաբուգոդոնոսորը սկսեց այծերի եւ ոչխարների հետ խոտ ուտելը, դուք ծիծաղացիք, բայց մարդիկը տենց են ապրելու այդ օրերին։ Դու հիշելու եք այդ պատգամները։ Խոտ են ուտելու, քարանձավներում են մարդիկ պահկվելու, ջուր չի լինելու խմելու։ Ինչու՞։ Որովհետև ստիպելու են մարդկանց իրենց վրա, ձեռքի կամ ճակատի վրա կրեն գազանի նշանը 666 կամ մարդ որ լսեն այդ մասին, որովհետև եթե դու չունենաս այդ գազանի նշանը քո վրա, եթե չունենաս գրվածը դու չես կարող ոչ առնել, ոչ ծախել, այսինքն դու չես կարող գնալ մեկ հաց անգամ առնել, որովհետև եթե այսօր առևտուր անելու դու կրեդիտ քարտ ես դնում սուպերմարկետում եւ քարտը պատասխանում է քո առևտրի համար, այն ժամանակ դու ձեռքդ պետք է դնես, որ առևտրիդ համար պատասխանի, այո, որովհետեւ քո բոլոր ֆինանսական եւ քո բոլոր տվյալները լինելու են միկրոչիպի մեջ քո ձեռքի մեջ, դու ձեռքդ ես դնելու որ առևտուր անես, իսկ եթե չդնես, դու չես կարողանալու ապրես, դու կմեռնես սոված, դու կմեռնես անջուր, դու չես կարող ոչինչից օգտվել։ Այսպիսի օրեր են սպասում մարդկանց, որովհետեւ դա գազանի նշանն է, որը պարտադրելու են բոլորը դնեն։ Առանց այդ չիպերի կրկնում եմ ոչինչ չես կարող առնել, ծախել եւ այդ ժամանակների մեջ ամբողջ աշխարհը ունենալու է մեկ կառավարիչ եւ այդ լինելու է հակաքրիստոսը, ները, անտիխրիստը եւ այդ սուտ մարգարեն։ Մարդկությունը իր պատմության մեջ երբևիցե չի տեսել այդքան դաժան ժամանակներ, այդքան սարսափով եւ տագնապով լցված, որ լինելու է, դրա համար Բիբլիան այդ ժամանակահատվածը, որը տևելու է 7 տարի կոչումը Վիլիկը Սկորբիա, մեծ նեղություններ, որովհետեւ թագավորելու է ամբողջ աշխարհում հակաքրիստոսը։ Ամեն գնով մարդիկ պիտի այդ ժամանակ խուսափեն չերկրպագելու նրան, որովհետև եթե այսօր այստեղ անցնող մի որևէ անձնավորություն, որ մեքենայով անցավ, լսեց մի երգ, որ երգում ենք. «Մաքրե աղտոտ պատուհանը դուռդ լայն բաց», երկրի վրայից ջնջվելու եւ մաքրվելու է երկրպագությունը։ Երկրի վրա չի լինելու այլևս ոչ մի եկեղեցի, երկրի վրա չի լինելու ոչ մի քարոզիչ, չի լինելու այլևս ոչ մի Բիբլիա, չի լինելու Աստծո խոսքը, որովհետև եկեղեցին այսօր երկրի մեջ համարվում է ճրակակալ խավարի մեջ, բոլոր ճրակակալները աշխարհի բոլոր մայր ցամաքներից նույն վայրկյանին, նույն ժամին վերցրվելու են եւ աշխարհի մեջ տիրելու է խիտ խավար։ Սուրբ Հոգին այլևս չի լինելու երկրի վրա, այլևս չի լսվելու եւ չի լինելու աղոթք, որովհետեւ մարդիկ հասկանալու են, որ նրանց ձայնն այլևս չի լսվելու եւ նրանց այլևս Աստված չի պատասխանելու, որովհետեւ երկինք եկեղեցուն տանելու է Սուրբ Հոգին եւ երկիրը դրանից հետո մնալու է առանց Աստծո։ Երկրի վրա տիրելու է ատելության մթնոլորտ, սարսափ վախ, բայց դա բավական չէ։ Ամենասարսափելին, որ այդ 7 տարիների ժամանակ ինչ է լինելու, դժոխքը բացվելու է ժողովրդի համար, երկրի վրա։ Ահի սարսափի մթնոլորտին եւ ատելության հետևելու է եկող դժոխքը։ Ավարտելով իմ խոսքը, ես ուզում եմ ասել, քանիսներն են ուզում մնան 7 տարվա նեղության մեջ։ Հետադարձ ճանապարհ չկա, գիտեք։ Ես լսում եմ, որ այսօր քարոզիչները բարձանում են բեմ եւ մարդկանց ասում են. եկեղեցուն կարող է տանի Սուրբ Հոգին, հա, տանելու է, որտեղ տենց գրված է, տանելու է, բայց հետո գալու է մնացածի հետևից, այդ ռեսը անում։ Կա չէ սամալյոտի ռես։ Այսօր շաբաթը 2 անգամ Հայաստան է թռնում, 2 անգամ Մոսկվա է թռնում, օրինակի համար, այս ինչ մտածելակերպ է, այսինքն, ես չգիտեմ այդպես բան։ Ինչու եք խափում մարդկանց։ Ինչու չեք կարողանում համարձակություն գտնել ձեր մեջ եւ նայել մարդկանց աչքերին ասել. եթե դու բաց թողես հափշտակությունը, դու հանդիպելու ես 7 տարվա նեղություններին։ Եվ դրանք են լինելու, ես ամենաթեթևը բացատրեցի, թե ինչ է տեղի ունենալու։ Խելագարության մթնոլորտ, սարսափի, վախի, պանիկայի աներևակայելի մթնոլորտ, որովհետև ճրակակալն է վերցրվել։ Այստեղ մխիթարվում ես եւ գալիս ես եկեղեցի։
Լցվում ես Աստծո խոսքով, գալիս ես եւ ասում ես Տեր ների եւ հավատում ես, որ նա ներում է, հավատում ես, որ նա ներում է։ Հափշտակվելու են արդարները, հափշտակվելու են Քրիստոսի աշակերտները, հափշտակվելու են բոլոր նրանք, ում ուրկանները դատարկված են Քրիստոսին հետևելու համար, հափշտակվելու են այդ մարդիկ։ Ես ինչ խորհուրդ եմ ուզում տալ։ Միակ բանը, որ կարող եմ քեզ ասել, որովհետև ես դա արել եմ իմ կյանքում եւ ես հիմա դրա մեջ եմ, դարձիր արժանապատիվ աշակերտ Քրիստոսի։ 7 տարվա նեղությունները դռների հետևում են։ Դարձիր Քրիստոսի աշակերտը։ Չի կարող որևէ սերիալ քեզ պահի տանը։ Աման իրան գնում են եկեղեցի թողնա, այդ իմ խելքի բանը չի, չեք պատկերացնում ինչ սերիալ կամ։ Մի դարձիր հնդկական, թուրքական, չգիտեմ, հայկական սերիալների զոհը եւ գերին, այդ թանկագին ժամանակը օգտագործիր այստեղ Աստծո խոսքով լցվելու, իմաստություն ստանալու համար, ամեն, որ բաց չթողնես հափշտակությունը։ Խորացիր Աստծո խոսքի մեջ, խորացիր Տիրոջ խոսքի մեջ, հետևիր Հիսուսին, ոնց գալու է, տանելու է, հետո նորից է գալու, հետո նորից է տանելու, իսկապես իմ ավետարանի մեջ այդպես բան չկա գրված։ Հափշտակությունը միայն չեն կարող բաց թողնել աշակերտները, Քրիստոսին լիակատար հետևող մարդիկ։ Սրա մասին էի ուզում ձեզ հետ կիսվել։ Ես կարծում եմ մենք լուրջ նոտայի վրա տուն ենք եթալու այսօր, եկ կանգնեք ոտքի։ Իմ կոչն է այսօր, որ դու դատարկես քո ուրկանները, այն ամեն ձգողական ուժերից ու զորություններից, որ պարունակում է քո ուրկանը։ Ես նորից չեմ ուզում վերադառնանք, investigate անենք ուրկանների մեջ արդեն արեցինք, վերջացրեցինք աններողամտություն, անկարգապահություն, անցյալի վիրավորանքներ, անցյալի ձախողումներ եւ այլն, հաճելի եւ այտենց գունավոր մեղքեր։ Ես ուզում եմ ձեզ մի բան ասել, մենք ամենքս պատասխանելու ենք մեր արածների համար ու շատ թանկ։ Այսօր այն ունիկալ հնարավորություններից մեկն է, որ րոպեներ հետո դու հաղորդություն ես վերցնելու եւ մենք միշտ եկեղեցում ասում ենք հաղորդությունից առաջ վերցու քեզ համար մի հատ հատուկ պահ եւ մենք դա անվանել ենք մենիկ պահ եւ սկսիր աղոթել եւ սկսիր խոսել Տիրոջ հետ եւ մենակ քեզ է հայտնի քո ուրկանում ինչ կա եւ ինչը պիտի տաս Հիսուսին կյանքում չթողնես որևէ մեկը քեզ համոզի եկեղեցի գաս Ասա միթե ես այդքան երեխա եմ, որ դուք ինձ համոզում եք, որ երեխա եկեղեցի գամ, ես գալու եմ, որ բաց չթողնեմ հափշտակություն։ Ես ուզում եմ հետևել Հիսուսին։ Ես ուզում եմ լինել արժանապատիվ աշակերտ։ Ձեր երեխաները ոնց կդիտվեր ձեր կողմից, եթե ձեր արած աշխատանքի համար, որ ծնել բերել եք, մեծացրել եք, տանջվել եք, պահել եք, տարիներ եք կորցրել, աճեցրել եք այդ երեխաներին, խաչ քաշեին ձեր վրա։ Կամ ձեր տուն գային 5 տարին մեկ, կամ էլ ասային կներես very busy եմ, մի հատ տեքստը, hi mom, hi pap, what's up։ Ասեք, որ վիրավորված կզգայիք ձեզ։ Հիսուս Քրիստոսը մեր փրկիչն է, նա մեր հայրն է, ամեն, նա մեր Տերն է։ Նա ուզում է, որ ամեն կիրակի գաս այստեղ եւ ասես, ես այստեղ եմ Տեր, ես ներկա եմ։ Գիտեք, մինչև հաղորդության կգան իմ եղբայրները, դեռ ժամանակ ունենք, մի բան եմ ուզում պատմեմ, բոլոր նրանց համար ովքեր նոր են, որովհետեւ ես վստահ եմ, որ դուք սա չեք լսել։ Ես սա շարունակում եմ հետևել նախադասությունիցս հետո, որ ասացի, ամեն կիրակի գաս եւ ամեն կիրակի կանգնես Տիրոջ առաջ եւ ասես, Տեր, ես Սիմոնն եմ եւ ես այստեղ եմ։ Տարիներ առաջ մի պատմություն լսեցի եւ ուզում եմ այս պատմությունով էլ ավարտել այսօրվա իմ ծառայությունը։ Սա իրական պատմություն էր։ Մի ծեր մարդ, անունը Սիմոն, ապրում էր մի գյուղում։ Եվ ամեն օր այդ մարդը վեր էր կենում, գնում էր տաճար աղոթելու։ Քահանան նայում էր, որ այս մարդը գալիս է, այդ մատուռի մեջ մտնում է, որտեղ աղոթում են, դուռը բացում է եւ մի բառ ասում. Տեր, ես Սիմոնն եմ եւ ես այստեղ եմ։ Ու թողնում գնում է։ Մի ժամանակ անցնում նորից այս մարդը գալիս է եւ ասում է. Տեր, լսում եք քահանան, ես Սիմոնն եմ
Եվ ես այստեղ եմ։ Եվ ասում այսպես տարին 12 ամիս այս մարդը գալիս էր եւ ասում էր Տեր, ես Սիմոնն եմ, ես այստեղ եմ ու ոչ մեկ չէր հասկանում, բայց դու ուրիշ ասելու բան չունես։ Օրերից մի օր լսում եմ, որ Սիմոնը ավտովթարի է ենթարկվել։ Եվ քանի որ ինքը ծեր էր եւ ավտովթարի արդյունքում ջարդվել էր իր գլուխը, բժիշկներն ասել էին, որ նա հույս չունի ապրելու։ Կանչեք նրա բոլոր հարազատներին եւ բարեկամներին, որպեսզի նրան հրաժեշտ տան, որովհետեւ վերակենդանացման բաժանմունքում բժիշկները դրել էին նրան, ասելով, որ մենք սավանը քաշել ենք նրա վրա, որովհետեւ նա այլևս չի կարող ապրել։ Սա ապրում է ինքը իր կյանքի վերջին ժամերը։ Բոլոր հարազատները եկան եւ Սիմոնին հրաժեշտ տվեցին, որովհետեւ շատ լավ մարդ էր եւ լավ պատիվ ուներ իր ազգի, իր ընտանիքի մեջ, իր հարևանության մեջ, բայց գիշերվա մի ժամ եւ բժիշկները նրան թողել էին արդեն վերակենդանացման բաժանմունքում, որպեսզի Սիմոնը մեռներ, հանկարծ գիշերվա մի ժամին, երբ որ աշխարհը քնած էր, վերակենդանացման բաժանմունք է ներս մտնում մեկը սպիտակ հանդերձներով եւ մոտենում է Սիմոնին եւ ասում. Սիմոն, ես Հիսուսն եմ եւ ես այստեղ եմ։ Եվ գիտեք ինչ է տեղի ունենում, ամենաօրհնյալ պահը այստեղ է, գրված է Սիմոնն է վկայում, իմ ոսկորները զգացի ինչպես գլխիս մեջ հատառահատ մեկը հավաքեց, ամբողջ ոսկորներս խշխշալով հավաքվեց, որովհետև երբ նա ինձ ասեց Սիմոն, ես Հիսուսն եմ եւ ես այստեղ եմ, այդ պահին այդ ներկայությունից այնպիսի զորություն ապվեց, որ ամբողջ իմ գլխի ոսկորները միանգամից հավաքվեցին միտեղ։ Եվ գիտեք ինչ եղավ, Աստված զառամայլ ծերունուն, որ միգուցե նաև չի ժամանակն էր, որ թողները այս աշխարհը գնար, վերակենդանացավ եւ կրկին մի քանի տարիներ շարունակեց ապրել զուտ մի բանի համար։ Հիսուս, ես Սիմոնն եմ եւ ես այստեղ եմ։ Ամեն կիրակի։ Ես վստահ եմ, որ դու օրհնված ես այսօր։ Եկեղեցուց միշտ չէ, որ կարելի է ծիծաղալով տուն գնալ։ Եկեղեցուց պետք է տուն գնալ խորհելով։ Եկեղեցուց չի կարելի տուն գնալ եւ ասել, «Ես պեչենի բան չեք տալիս»։ Երբ ես վերջին անգամ եկա այստեղ, ինձ ասեցին, «Ձեր եկեղեցում պեչենի կոֆե չեն տալիս»։ Ասեցի ոչ։ Բա ինչ են տալի ձեր եկեղեցում։ Կյանքի խոսք։ Եկեղեցուց չի կարելի գնալ պեչենի ուտելով։ Եկեղեցուց պետք է գնաս քո քիմքին թողած Աստծո խոսքի հայտնությունների համը։ Ամեն։ Քանիսներն են ինձ հետ պատրաստաղոթելու։ Օրկանների տերեր, ինձ հետ միասին։ Մենք բոլորս օրկաններ ունենք։ Եկաղոթենք այդ օրկանների պարունակության համար եւ խնդրենք, որ Տերը այդ օրկանների մեջի լցված ջրի մուրները, մոլախոտները, տիխմերը այսօր քո խոստովանության եւ քո որոշման արդյունքում ազատ արձակի։ Երբ փակենք մեր աչքերը եւ սկսենք աղոթել։ Հալելույա։ Jesus.
Հալելույա, Փառքես Հիսուս։ Ո Տեր Հիսուս, գիտակցաբար թե անգիտակցաբար մենք մեր կյանքի մեջ հավաքել ենք մեր օրկանների համար մեր իսկ կողմից հատուկ ընտրված բաներ, որոնք մենք սիրում ենք, որոնց հետ մենք կապված ենք։ Չկարողացանք հասկանալ, թե ինչպես մենք մեր օրկանները լցրեցինք բարկությամբ, ինչպես եղավ, որ մեր օրկանների պարունակության մեծ մասը կազմում է ատելությունը, կազմում է զայրույթը, չարությունը, անօրենությունը, անիրավությունը, Ո Տեր, քավլիցի, թե ինձ թողնես Տեր, այդ օրկանների պարունակության իմ գիտակցական կյանքիս մեջ քավլիցի։ Ես հենց հիմա քեզ հետ սիրելի Աստծո ժողովուրդ գալիս եմ քո առջև Տեր Հիսուս եւ բերում եմ այդ օրկանները։ Ուզում եմ, որ դու հենց հիմա եւ կանգնած ես Տիրոջ առաջ օրկաններիդ մեջի պարունակությունը հատ-առհատ պատմես Հիսուսին եւ անունով ասես վերցրու սա Տեր, վերցրու Տեր, իմ օրկանի մեջ չներում կա վերցրու Տեր, չներումը չի թողի արևը իմ վրա լիակատար փայլի, անօրենության նկատմամբ սերը չի թողի ես շիտակ քայլեմ Տեր, դառնությունները Տեր, հպարտությունը չի թողի ես ուղիղ քայլեմ Տեր, վերցրու սա, բայց ավելի ճիշտ Հիսուս, ողջ օրկանը վերցրու իմ վրայից այդ օրկանը, քաշի իմ վրայից, իմ կրնակից այդ օրկանը Տեր, տեղ որ ես ազատ ապրեմ, որովհետև քո խոսքում գրված է դուք կանչված եք լինելու ազատի որդիներ, դուք կանչված եք լինելու ազատության մեջ եւ հանկարծ թող ձեր մարմնի ցանկությունները այդ ազատությունը ցանկություններին չծառայի, օգնի, որ մենք կարողանանք վերջապես ազատվել այն խաբկանքներից, որոնց մենք ինքներս մեզ խաբում ենք Տեր, մենք ինքներս մեզ ոչ մեկ չի խաբում Տեր, մենք ինքներս մեզ խաբում ենք, մենք ինքներս մեզ համոզում ենք, մենք ինքներս մեզ որոշում ենք, ոչ ոք չի անում Տեր դրա, դու մեզ տվել ես ազատ կյանք, բայց մենք նախընտրել ենք սիրելի մեղքեր, որոնց հետ Տեր մենք քաշ ենք տալիս օրկանների մեջ Տեր ու տանում ենք մեր կյանքի ինչ-որ մի գիտակցական հատված, տար այդ օրկանը մեր կյանքից, ուղղակի վերցրու Տեր, մեր ուսը իրականում ցավում է այդ օրկանի ծանրությունից, մեր կրնակը ծռվել է օրկանի ծանրությունից, այդ տիղմերից, մոլախոտներից, կռիվներից, մեջերից, պայքարներից, ապացույցներից մեր կրնակը ծռվել է, ազատիր, որ ազատ լինեմ, արձակիր, որ արձակված լինեմ, ներիր, որ ներված լինեմ, ահա ես օրկանի ծանրության պատճառով քարշ եմ տալիս իմ ոտքերը դեպի Գողգոթա, դեպի այն հին խաչը, որի մոտից ու որի առջև ես նոր ծնունդ ստացա, չեմ ուզում օրկանների ծանրության պատճառով ու չեմ ուզում Տեր մատերի արանքով այս հավատքի կյանքին նայելուս պատճառով բաց թողնեմ ապշակությունը, ուզում եմ Սիմոնի պես աշակերտ լինել, ուզում եմ, որ Տեր, ամեն կիրակի գամ այստեղ և ասեմ Տեր, ես Սիմոնն եմ, ես քո Սիմոնն եմ, ես այստեղ եմ, ու երբ որ հանկարծ իմ երեխաների կամ իմ կյանքում օրհասական մի պահ կամ ժամ կգա, դու գաս իմ կյանքիս մեջ և ասես, Սիմոն, ես Հիսուսն եմ, ես այստեղ եմ քեզ համար, հոգչամես Սիմոն,
Ես գնահատում եմ ձեր ամեն մեկի արածը, հավատարմությունը, զոհը, նվիրվածությունը։ Սիմոն, ես Հիսուս եմ, և ես այստեղ եմ քեզ համար։ Շարունակիր աղոթել։ Հալելույա, Տեր Հիսուսը բվիր բոլորին։ Սուրբ Հոգի, բվիր բոլորին։ Մնա աղոթքի մեջ, խոսիր օրգանների մասին։ Հալելույա, փառք ես Տեր։ Դու ասելու բան ունես Հիսուսին, խոսիր նրա հետ։ Հալելույա, խոսիր նրա հետ։ Որովհետև իրական երջանկությունը Քրիստոսի մեջ է, իրական խաղաղությունն ու հանգիստը իմ քույրս, իմ եղբայրս Հիսուսի մեջ է։ Աշխարհը մեզ շատ վերքեր է տվել, աշխարհը ոտնահարել է մեզ, բայց Հիսուսը այն միակն է, որ կբարձրացնի քո արժանապատվությունը, քո եղջյուրը կբարձրացնի և ընդհանրապես քեզ մի բան կասի, եկ և ինձ հետևիր։ Թող քո օրգանները իմ հետևից արի, և ես կփոխեմ քո կյանքը։ Անպայման կգտնես։ Տեր Հիսուս, մենք աղոթում ենք արյան և քո մարմնի համար, Տեր։ Աղոթում ենք, Տեր, ու ես վստահ եմ, որ այստեղ կանգնած ամեն մարդ, Տեր, իր սրտի մեջ, Տեր, իր ասելիքն ասեց քեզ։ Այստեղ մենք բոլորս կարողացանք խոսել քեզ հետ մեր օրգանների պարունակության մասին և ամենակարևոր բանը, որ այստեղից մենք այսօր կտանենք, քավրիցի, որ ես հափշտակությունը հանկարծ բաց թողնեմ։ Ներիր Տեր, ես դեռ ժամանակ ունեմ։ Շնորհակալ եմ, որ մեզ ժամանակ ես տվել։ Լվա ինձ Տեր, շնորհակալ եմ, որ ժամանակ կա դեռ լվացվելու։ Վերականգներ ինձ Հիսուս, շնորհակալ եմ, որ դեռ վերականգնելու ժամանակ ունեմ։ Ազատիր ինձ օրգաններից, ազատիր անհավատարիմ որակներից, ազատիր այն բաներից, որոնք Տեր թույլ չեն տալիս լիակատար կյանքս նվիրեմ քեզ։ Ես խոստանում եմ քեզ Հիսուս, որ ես միշտ կհետևեմ քեզ, որովհետև դու քո աշակերտներին ասացի, գնացեք դուք էլ, շատերը թողեցին ինձ, դուք էլ թողեք, դուք էլ գնացեք, և Պետրոս ասեց, ուր գնանք քո երեսից, ախր դու կյանքի խոսքեր ունես, ուր գնանք քո երեսից Տեր, որովհետև մենք կյանք ենք գտել քո մեջ։ Ոչ մի մարդ այս աշխարհում չի հեղինակավոր հայտարարել, ես եմ կյանքը, ես եմ ճանապարհը, ես եմ հարությունը, բայց 2000 տարի առաջ մեկ մարդ, Հիսուս Քրիստոս անունով եկած Նազարեթից, նա վեր կացավ և ասեց, ես եմ կյանքը, ես եմ ճանապարհը, ամեն ինձ մոտ եկողը դուրս չեմ հանի։ Նա ասաց, եթե դու գաս ինձ մոտ, ես ոչ միայն քեզ դուրս չեմ հանի, էլ ավելին քեզ հետ կլինեմ մինչև հավիտենություն։ Սա մեր Հիսուսն է, սա մեր Հիսուսն է, սա մեր հավատարիմ փրկիչն է։ Ինձ եկողին դուրս չեմ հանի, քեզ հետ եմ մինչև հավիտենություն։ Օրհնյալ լինի քո այն թափածայրիկն Տեր, որով լվացիր մեզ մեր ապրելություններից ու մեզ արդար կոչեցիր, որ ասենք արդարները միայն կարող են ապշտակվել։ Շնորհակալ ենք, որ գամ մեր կերավ քո մարմինը, որպեսզի մեր մեղքը մեզ չպահեր երկրի վրա։ Մենք խոնարհում ենք մեր գլուխը քո մարմնի
եւ քո թափված արյան առաջ կրկին հերիպես ինչ կա իմ ուրկանում դատարկի այն որ այս կյանքի մնացյալ իմ ճանապարհը թեթև կայլեմ անվերապահորեն քեզ հետևեմ ամեն եղբայրներս կարող եք թե Հիմա եկեղեցու մեջ է Տիրոջ մարմինը եւ արյունը։ Հիսուս Քրիստոսը յուրաքանչյուր մայրամուտի արևածագն է։ Յուրաքանչյուր դժոխքային կյանքից դեպի երկնային կյանք տանող ճանապարհն է։ Եվ յուրաքանչյուր փոթորկի իմ եւ քո կյանքի փոթորիկների մեջ հանդարտություն բերող Աստվածն է։ Նա քո նավակում է, Հիսուսը քո նավակում է։ Ես երեք, երբ երիտասարդական ծառայությունը ավարտեցինք, Օսաննայի երեկոյան մի բան գրեցի։ Տերը օրհնի քեզ, ասացի Օսաննա, այսքան մարդուն ձեր տուն, այսքան երեխաներին այս հրաշալի ծառայությունը ամեն ինչ պատրաստելու համար, փառք Տիրոջը, որ նավակդ տրամադրել է իր Հիսուսին։ Ես այնքան օրհնված էի, այնքան երիտասարդներ երեք Օսաննայի տանը կյանքի կարևոր ճշմարտություն սովորեցին։ Եվ դրա համար մի մարդ է պատասխանում, մեկը, ով իր ամուսնու հետ երեք ժպտալով դիմավորեցին ու ժպտալով ճանապարհեցին բոլոր հյուրերին, տրամադրելով իրենց նավակը, չի կարող նրա որդիները ու նրա սիրտը անպատասխան Ես Հիսուսին ճանաչում եմ որպես հզոր շնորհքի Տեր Աստված։ Միգուցե այս առավոտ մենք մի փոքր հուզված ենք, բայց մեր արցունքներն են անգամ այսօր թափում նրա համար, նրա մեծ շնորհքի համար։ Քո նավակը, այն տունը, այն ամեն ինչ որ ունես, ծառայում է Աստծուն։ Դու թողել ես քո օրկանները եւ հետևել Հիսուսին։ Գիտեք, եկեղեցում մի հատ թյուր կարծիք է ձևավորված։ Եկեղեցու ներկայությամբ ուզում եմ այդ թյուր կարծիքը մաքրել։ Ես գիտեմ, որ դուք բոլորդ ունեք բարեկամներ, հարազատներ, ունենում եք եւ լավ առիթներ, եւ սքո առիթներ, դա բոլորը մարդու համար է։ Ես երբեք դեմ չեմ։ Չգիտեմ այս թյուր հասկացողությունը ով է ում փոխանցել, բայց ես խնդրում եմ, որ դուք լսեք սա ինձանից։ Ես դեմ չեմ, որ դու կարող ես մյուս կիրակի առիթ ունենաս եւ Տերը օրհնի ու Աստված տա, որ ավելի շատ լինեն քո դրական լավ առիթները, քան բացասականը։ Ես դեմ չեմ։ Ես դեմ եմ նրանց, որ կարող են ամիսներով ու շաբաթներով մնալ տանը, ասել Ղուրբան ելնեմ Աստծո ջանին, մեռնեմ Աստծո զորությանը, ես մորս փորից հավատացյալ եմ ու չգան եկեղեցի։ Ես դրան դեմ եմ։ Առիթները նրա համար են, որ դուք հոգեղեցիկ ներկայությամբ
զարդարես եւս մեկ առիթ։ Տերը օրհնի ձեզ, որ ունեք լավ առիթներ, եւ եկեղեցին երբեք դեմ չի, որ դու քո առիթին մասնակցես, օրհնված լինես ու շատ այդպես առիթներ ունենաս։ Ես դեմ եմ մեկ ուրիշ բանին, ինչի բացատրությունը տվեցի, որ դու կարող ես հանգիստ տանը նստել, չմասնակցել ծառայություններին, դատել հովիվների, դատել եկեղեցիների, դատել հավատացյալների, սուտի կրել խաչեր, եւ հետո տեղն եկած տեղ այդ խաչը վեկալես դիմացինիդ փորը մտցնես սուրի նման, ես դեմ եմ այդ մարդկանց։ Լսեցիք, ես դեմ չեմ նրան, որ եթե վաղը քո ծննդյան օրը լինի ու դու գնաս առիթ ունենաս, օրհնված լինի քո օրն էլ, քո առիթն էլ, ես դեմ եմ ուրիշ բանին։ Ես դեմ եմ փարիսեցի սրտին։ Այսքան բան։ Իսկ հիմա եկեք բոլորս ճաշակենք միասին Տիրոջ մարմինը եւ նրա արյունը։ Եթե բոլորիդ հասավ բաժանեցին ձեզ, կարող եք ճաշակել այն։ Տիրոջ ընթրիք նշանակում է Տերը ներկա է այստեղ։ Ճաշակել նրա մարմինը եւ խմել այդ արյունը, դա նշանակում է Տերն այստեղ է։ Օրհնված լինեք եղբայրներս։ Տերը օրհնի։ Եկեք բոլորս ճաշակենք։ Բոլորս։ Եվս մեկ անգամ, մեկ կարճ աղոթքով փակենք այսօրվա ծառայությունը եւ մաղթենք բոլոր ներկաներին գնան Տիրոջ խաղաղությամբ, գնան մտածելու համար, գնան որոշում կայացնելու, թե ինչ պետք է արվի օրկանների հետ, այո, քանի մարդ այսօր ինչ-որ մի բան վերցրեց, կխնդրեմ տեսնեմ քո ձեռքը, օրհնված լինեք։ Եկ միասին գոհանանք Տիրոջի խոսքի համար, լավ, հալելույա, փառք ես Տեր։ Աշխարհում այնքան հետաքրքիր զբաղմունքներ կան, աշխարհում այնքան հետաքրքիր զարդեր կան, թանգարաններ, գեղեցիկ տեսարժան վայրեր, քաղաքներ, բայց ամենաթանկը, բայց ամենագեղեցիկը, բայց ամենասուրբը, ամենաարժեքավորը դա Բիբլիան է, Աստվածաշունչը, որ թողել ես երկրի վրա Տեր մեզ համար, որի խոսքի դեր մենք կերակրվում ենք, որի խոսքի միջոցով ճանաչեցինք քեզ, այդ խոսքի միջոցով ընդունեցինք քեզ որպես մեր Տեր եւ Փրկիչ, այդ խոսքը մաքրում է մեզ, այդ խոսքը տալիս է մեզ խոստումներ, այդ խոսքը շտկում է մեր ճանապարհները, այդ խոսքը մեր շավիղների համար, ոտքերի ճանապարհներին լույս է տալի, այդ խոսքը քանդում է մեր կյանքերից բարձացած, հպարտացած բլուրները եւ լցնում է ձորերը ու անդունդները դատարկ։ Շնորհակալ ենք, որ այդ խոսքի միջոցով ճանաչեցինք Աստծո միածին որդի Հիսուս Քրիստոսին եկած Նազարեթից եւ ընդունեցինք նրան որպես մեր սեփական եւ անձնական Փրկիչ եւ նա թագավորեց մեր սրտերին, թագավորեց մեր սրտի գահին։ Շնորհակալ ենք քեզանից Տեր եկեղեցուդ համար։ Օրհնյալ լինի Արսիոյեչ եկեղեցին։